չեն լինում ժողովրդավար երկրներ, որոնցում 50-ից ավել բանտարկյալներ են լինում։ Ընդ որում այս թիվը մինչև ընտրարշավի մեկնարկներ։ Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայնը հանդիպում էր այսօր ու գովաբանում էր մի իրակարծիքով ժողովրդավարություն, որտեղ մինչև ընտրարշավը կար 50-ից ավել բանտարկյալ։ Սա առաջին։ Երկրորդ, տիկին ֆոն դեր Լայնը այլ տարբերակ չունի, քան ընդունել, որ Հայաստանում կան բանտարկյալներ։ Այն պարզ պատճառով, որ տիկին ֆոն դեր Լայնը ներկայացված է ԵԺԿ-ի կողմից, Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից։ Իսկ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը ճանաչել է եւ ընդունել է բանաձև, որում հստակ ասվում է, որ Արմեն Աշոտյանը եւ մյուս քաղբանտարկյալները ունեն քաղբանտարկյալի կարգավիճակ եւ պիտի անհապաղ ազատ արձակվեն եւ պահպանվի իրենց արդարության իրավունքը։ Այնպես որ անկախ են երկերից, որ այսօր կերկվեն այս շենքում կամ որևէ այլ ասուլիսների ժամանակ, Եվրոպայի իշխող կուսակցություն ԵԺԿ-ն ընդունել եւ պաշտոնապես բանաձևով ճանաչել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Իսկ ամենաաբսուրդը կայանում է նրանում, որ Փաշինյանը ու իր ԿՊ-ն հիմա ամեն ինչ անում են ստով ղրթով, որ դառնան ԵԺԿ-ի անդամ։ Այսինքն Փաշինյանը հիմա անում է ամեն ինչ, որպեսզի դառնա մի կառույցի անդամ, որը ընդունում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Այն ինչ արվում է Հայաստանի հանդեպ որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ, որևէ առնչություն չունի մարդու իրավունքների հետ եւ բացառապես ծառայում է աշխարհաքաղաքական Հայաստանի շահերի հետ կապ չունեցող շահերի սպասարկմանը։ Ահա այն է, թե ինչ է անում Փաշինյանը Հայաստանի հետ։ Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական խաղերի, բախումների թատերաբեմ արենա։ Սա որևէ լավ արդյունքի բերել չի կարող եւ աշխարհում չկա մի երկիր, պատմության մեջ չի եղել մի երկիր, որը որոշի իրեն, իր տարածքը, իր շահերը դարձնել աշխարհաքաղաքական բախումների, աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ ու դրանից շահած լինի։ Օրինակները շատ են։ Ֆոն դեր Լայնը ասել է, որ եկել է այստեղ ասելու, որ հույսը դնեն իրենց վրա։ Ձեզ ինչ մեսիջ է սա եւ ինչ հետևանքներ կապահովի։ Այս մեսիջը շատ անգամներ է տրվել այս ժամանակահատվածի ընթացքում, բայց ամենացայտունը այս տարվա հունվար-փետրվար ամիսներին տրվեց, երբ ԵՄ-ն պաշտոնապես Փաշինյանին ասեց. «Արա ինչ ուզում ես, մենք դրա համար քեզ նույնիսկ փող կտանք»։ Խոսքը գնում է այսպես կոչված արտաքին ներազդեցության եւ այլնի հետ կապված։ Դրա հաջորդ արարը մենք տեսնում ենք հիմա իմ շուտով նախկին աշխատավայր ազգային ժողովում, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի շոշափելի հատվածի ուղղակի զրկում են ընտրության իրավունքից։ Ուղղակի զրկում են Հայաստանի Հանրապետության ապագան որոշելու իրավունքից, առանց որևէ հիմք։ Եվրոպական տարբեր կառույցներում, պարոն Ալիջանյան, դուք բարձրաձայնել եք քաղբանտարկյալների խնդիրը, հարցը, ինչ ակնկալիքներ ունեք եւ ձեր կարծիքով Եվրոպական հանձնաժողովի նախագահը չգիտի Հայաստանում արդարադատության ոլորտում ինչեր է կատարվում, տեղյակ է ձեր կարծիքով։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ թե տիկին ֆոն դեր Լայնը, թե եվրոպական այլ պաշտոնյաներ, Հայաստանի հարցով զեկուցողներ, բոլորը շատ լավ գիտեն Հայաստանում ինչա տեղ ունենում։ Ա, որովհետև իրենք աչքեր ունեն եւ կարդալ գիտեն, Բ, որովհետև ես եւ իմ գործընկերները դրա մասին իրենց գրավոր, բանավոր, ելույթներով, բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով տեղեկացրել ենք։ Այնպես որ չիմանալու մասին խոսք գնալ անգամ չի կարող։ Այստեղ խնդիրը այլ է։ Իրենք փորձում են դրա մասին չխոսել, բայց եթե մենք տեսնենք այն դինամիկան, որը կա, միջազգային կառույցների We Democracy-ից սկսած մինչև Amnesty International, Economist ցանկացած ԵԽ-ի վերջին ձևակերպումը, ԵԱԿ-ի նախնական զեկույցը արդեն այն մասշտաբների է Հայաստանում իրավախախտումները, խայտառակությունը, մարդու իրավունքների ոտնահարումը հասել, որ իրենք չեն կարողանում որևէ կերպ չանդրադառնան ու ինչ որ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք մեկնաբանվում են որպես մարդու իրավունքների խախտում, չարաշահվում է մինչ դատական կալանքը որպես պատժի միջոց։ Այսպիսի ձևակերպումներ են ընտրում։ Ինչի համար եմ ես ամենաբացատրում, որովհետև նույնիսկ եվրոպական կառույցները այլևս չեն կարողանում կոծկեն Փաշինյանի հանցագործությունները։ Հարցին թե ինչ ակնկալիքներ ունեմ, գիտեք, չեմ ուզում ասել, որ որևէ ակնկալիք չունեմ, որովհետև այլապես կասեք ինչի համար եք այդ ամենը անում։ Բայց հասկանում եք,
իմ ընկերներին, իմ պայքարի ընկերներին, Աշոտյան Արմենից, մինչև Սրբազաններ, Կարապետյան, Սամվել, բոլորին, ովքեր վարչականից մինչև կալանավորում, Ղազինյան Դավիթը, բոլորը, անուններ չթվարկեմ, որ հանկարծ որևէ մեկին չնշելու խնդիր չլինի։ Մենք ինչ արդարացում ինքներս մեր մեջ պիտի ունենանք, որ ամեն ինչ հնարավոր է մեր պայքարի ընկերների, մեր հայրենակիցների համար չանենք, անկախ նրանից արձագանք կլինի, չլինի, ինչ ակնկալիք ես այս կամ այն կառույցից կամ մենք այս կամ այն կառույցից կամ անհատից ունենք կամ չունենք, մենք պարտավոր ենք ամբողջ գործիքակազմը օգտագործել, որպեսզի ստիպենք մարդկանց, ստիպենք աշխարհին, ստիպենք Եվրոպային խոսել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։